վստահաբար ավելի տեղակ կլինեք, հարցնում է, ասում է դեպետ գետի հուների մաքրման վերաբերյալ Շնորհ գյուղից մինչև Քարպոփ համայնք։ Գետի Գառնանա գետի ջրերը բարձրանում են, լցվում են մեր այգիները։ Հուների մաքրման հետ կապված ինչ-որ բան նախատեսում եք, թե չէ։ Կրկնում եմ, ես խնդրից տեղակ չեմ, ուղղակի բարձրաձայնեցի հարցը։ Մյուս խնդրից նույնպես տեղակ չեմ, որտեղ ձեր գործընկերոջից, գործընկերուհուց մի քանի անգամ փորձել եմ հասկանամ այն շենքերը, որոնք որպես դպրոց են ծառայել, որոնք փակվել են, քանի հատ տենց շենք կա, որպեսզի հասկանան, քանի գործող դպրոց է փակվել։ Շենքը կա, որպես դպրոց չի գործում։ Եղել են դպրոցներ գյուղերում, գյուղական համայնքներում, որոնք փակվել են, այլևս շենքը որպես դպրոց չի ծառայում։ Եվ չէ, մենք ունենք օրինակ Կամասի համայնքում ունենք գյուղ, որտեղ կար դպրոց, հիմա այդ դպրոցը հա Ներողություն եմ խնդրեմ, հարցը տա պարոն Խաչատրյան, պատասխանի պարոն Արուշանյան, հետո էլ դուք էլ կպատասխանեք։ Դպրոց կար գյուղում, այլտեղ դպրոց են կառուցել եւ հին փակված շենքի մասն է խոսքը։ Հա, շատ լավ, շնորհակալություն եւ եւս երկու հարց։ Լավ, առաջինը բյուջեում երասխ սադարակ երկաթգծի կամ գոնե երասխից մինչև ադրբեջանական սահման երկաթգծի կառուցման համար գումար հատկացվել է թե ոչ, որովհետև շատ լավ հասկանում ենք, որ թրիփը որքան էլ գործի, ինչքան էլ լավ լինի, Հայաստանի տարածքում կարող է ամենալավ ճանապարհը լինի, բայց եթե սադարակից երասխ չմտնենք, դրանից Հայաստանին ոչ տակ, ոչ սառը։ Կոնկրետ կա գումար հատկացված, թե ոչ, եւ չորրորդ հարցը նույն տրամաբանության մեջ թրիփը, չգիտեմ, դեռ իհարկե քննարկումների մեջ է, բայց չեմ կարծում, որ միայն ամերիկացիների ճիտին պարտքը լինի։ Հայկական Հայաստանի Հանրապետության բյուջեում 26 թվականին ճանապարհի այդ հատվածի համար գումար հատկացված կա, թե ոչ, շնորհակալություն։ Խնդրեմ պարոն Խոդացյան։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հարցերի համար։ Մենք նախորդ տարի մասնավորապես դեպետ գետի հունի մաքրման մեծ ծավալով աշխատանքներ ենք կատարել եւ քիչ հետո էլ մեզ կմիանա նաեւ մարզպետը։ Այս հատվածի հետ կապված եթե աշխատանքներ չենք իրականացրել եւ ենթադրում եմ եթե քաղաքացին դիմել է, ուրեմն դա առավել հրատապ հատվածներից չի եղել եւ այնուամենայնիվ բյուջեում նախատեսված միջոցներ ունեն գետերի հուների մաքրման համար, այս ասած հատվածը կդիտարկենք։ Ուրեմն ճանապարհային բլոկի հետ կապված ես երկուշաբթի կամ երեքշաբթի եմ ներկայացել ճիշտն ասած զեկույցը, բայց նաև որ հարցը տվել եք անդրադառնամ թրիփի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման հետ կապված տարբերակով եւ ոչ միայն, այսինքն այստեղ ամբողջությամբ այս ծրագիրը քննարկման փուլում է դրա հետ կապված այս բանի նորություն որպես այդպեսին, քանի քննարկումը չի ավարտվել, չեմ կարողանալու ասել։ Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց երասխսադարակի մասով բյուջետավորված տող որպես այդպեսին չունենք։ Շենքերի հետ կապված ենթադրում եմ հարցը վերաբերում է նրան, որ դպրոցները, որոնք կառուցում ենք նոր շենքեր են կառուցում եւ գոյություն ունեցող հին շենքերը այդ գյուղերում ինչ նպատակով են ծառայելու, հարցը դրան էր վերաբերվում։ Ավելի պարզ հարց է, քանի այդտենց դպրոց կա, որոնք ինչ որ մի X պայ գործել են որպես դպրոց, հիմա այլևս որպես դպրոց չեն գործում, որովհետեւ գնում է կոնսոլիդացիա, նոր շենքեր են կառուցում։ Մի քանի տասնյակ այդպիսի կունենանք, բայց քանի որ ծրագիրը դեռևս ավարտական փուլում չէ, ես կոնկրետիվ կդժվարանամ ասել։ Լավ, որպես Խնդրեմ, արձագանք եք։ Պարոն Խաչատրյան, ուզում եմ մի հատ հարցը նորից էլի ձեզ տամ ճշտելու համար, որպեսզի սխալ պատասխանեցի։ Ես նկատի ունեմ մի քանի տասնյակ կունենանք այնպիսի շենքեր, որտեղ գոյություն ունեցող դպրոցի շենքը թողել ենք որպես գոյություն ունեցող դպրոցի շենք եւ կառուցել ենք նոր դպրոց, որը կառուցման փուլում է։ Ենթադրելի է, որ նոր դպրոցի կառուցումից հետո հին շենքից աշակերտները եւ կոլեկտիվը կտեղափոխվի նոր շենք, եթե խոսքը դրա մասին է, գույքագրած չունենք վերջնական, բայց մի քանի տասնյակ այդպիսի շենքեր վստահաբար կունենանք։ Չէ, Խնդրեմ պարոն Խաչատրյան։ Խոսքը հետևյալին է վերաբերվում, լավ, կառուցում են նոր դպրոցներ եւ փոքր համայնքներից կամ փոքր, չգիտեմ, այլ համայնքներից երեխաները տեղափոխվելու են
Ես հասկացա ձեզ, ապագայում այս պահին այդպիսի շենք չունենք, այս պահին այդպիսի քննարկում չունենք, ապագայի մասով չեմ կարող ասել, մենք այս պահին դպրոց փակված եւ մի գյուղից այլ գյուղ տեղափոխված ձեր ասած տրամաբանության մեջ այդպիսի դպրոց չունենք։ Եվ այդպիսի ցանկ էլ չունենք, որը այս պահին քննարկում ենք։ լավ, եթե դպրոցների մասն ենք խոսում, 300 դպրոց, 500 մանկապարտեզ այդ շրջանակներում։ Այս պահի դրությամբ կամ դեկտեմբերի 31-ին քանի դպրոցի ավարտական ակտ կլինի, որովհետև բյուջետային ուղերձում հնչեց արտահայտություն եւս 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, այսինքն այն տպավորությունն է, որ առաջի 300-ն արդեն գոնե կառուցվել են, եթե չեն շահագործում։ Խնդրեմ, ձեր ծրագը, ձեր նախատեսումով, կանխատեսումով դեկտեմբերի 31-ի դրությամբ քանի հատ բանալի կհանձնվի դպրոցի տնօրենին։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ծրագիրը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը, ես աշխատանքային խմբի անդամ եմ, բայց հաշվարկներին դետալային չեմ տիրապետում, բայց մեր քննարկումներից հետևյալը կարող եմ ասել, որ ծրագիրը նախատեսված է ավարտել 2026 թվականի ընթացքում եւ դրանով նախատեսված մենք 500 մանկապարտեզների ճնշող մեծամասնությունը ավարտած կլինենք վստահաբար եւ դպրոցների 300 դպրոցների ճնշող մեծամասնությունը վստահաբար ավարտած կլինենք, չեն լինի այնպիսի դպրոցներ, որոնք 500-ի 300-ի ցանկում են եւ այնպիսի մանկապարտեզներ, որոնք 500-ի ցանկում են, որտեղ գուցե մնան 5, 6, 10, 15, որտեղ ավարտվածությունը կլինի 80 եւ ավելի տոկոս։ Այսինքն մենք գնում ենք այս ծրագրի ամբողջական իրականացման ճանապարհով, բայց ավելի դետալային կասի փոխվարչապետի գրասենյակը։ Շնորհակալություն։